մի մտահոգություն անհանգստության էլ հանդիպեցի, ուզում եմ վստահեցնել, համաձայնագրում նախատեսված, իսկ թվում է սա շատ պարզ եւ ակնհայտ բան է, բայց թերևս կարիք կա ասելու, համաձայնագրում համաձայնեցված, նախատեսված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո չի կարծում, որ նույնիսկ այս թեմայով շահարկումներ կլինեն եւ անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ։ Իհարկե կլինեն էլի հարցեր կշարունակեմ նաև մեր դիրքորոշումները ներկայացնել, բայց ինչպես նշեցի, մեր այսօր հանդիպելու առիթը կատարողական ներկայացնելն է, մեր արտաքին գործերի նախարարության մասով զեկույցով հանդես գալը եւ կարծում եմ, որքան էլ որ մյուս թեմաները չափազանց ակտուալ են, եւ ես փորձեցի մի մասին ուղղակի միանգամից անդրադառնալ, թերևս անհարգալից կլիներ ազգային ժողովի նկատմամբ, եթե խուսափեինք բուն զեկույցից, հետեւաբար խնդրում եմ զինվել համբերությամբ։ Իհարկե ես միայն մի մասը կներկայացնեմ մեր գործունեության, մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելու եւ ես ինքս գոնե եւ բյուջետային գործընթացի շրջանակներում եւ նաեւ այս տարվա սկզբին ես հանդես եմ եկել մամլո ասուլիսով պատասխանեմ լրագրողների հարցին 24 թվականի մեր գործունեության վերաբերյալ ուզում սկսեմ կառավարության զեկույցի այն եզրակացությամբ մեր մասով թերևս հիմնական եզրակացությամբ որ նախորդ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար, եւ սա մենք պայմանավորում ենք իհարկե առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային ակտիվ ուրեմն քաղաքականությամբ, մեր կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է, սա թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, թիվ 10 առաջնահերթությունն է, եւ մենք համոզված ենք, որ սրա ուղիղ եւ հիմնական եւ եթե ոչ միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է, ոչ միայն, ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր է ենթադրում, հակառակը, չգիտեմ, արյունահոսություն է ենթադրում եւ այլն, ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ հակառակը, որ խաղաղությունը ընդհանրապես այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է, չգիտեմ, արարել ապրել ուղակի եւ երջանիկ լինել եւ զարգանալ, այլև պետք է խոստովանենք, սա էլ գաղտնիք չի, որ խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։ Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա բացասական ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները եւ լավ մտածված եւ իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը եւ հեռանկարում իհարկե զրոյացնել դրանք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նշել, որ ինչպես նախկինում այս պահին եւս եւ հենց այս համատեքստում, այս փուլում նշած ասա համատեքստում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից։ Իհարկե առաջնային մեր ջանքերը ուղղված են մեր տարածաշրջանին, հասկանալիորեն հարաբերությունների կարգավորմանը այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, եւ հարաբերությունների էական զարգացում այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ գործընկերային հարևանային հարաբերություններ։